Քրիստոսի չարչարանքները 10 փաստ Քրիստոսի չարչարանքները ֆիլմի մասին, որ քչերը գիտեն։ Առաջին. Գիբսոնը ուզում էր ֆիլմը թողարկել առանց թարգմանության։ Ամբողջ ֆիլմը հնչի արամերենով եւ լատիներենով, որպեսզի հանդիսատեսը պարզապես նետվի տեսարանի մեջ առանց լեզուն հասկանալու։ Հետո այդ միտքը փոխվեց եւ ֆիլմը դուրս եկավ ենթագրերով, այսինքն սուբտիտրներով։ Երկրորդ. Ֆիլմը բառացիորեն ինքնաֆինանսավորվել է։ Արտադրական բյուջեն մոտ 30 միլիոն դոլար էր։ Մել Գիբսոնը նույնիսկ իր ունեցվածքն է գրավ դրել ֆիլմի համար։ Ծախսը Գիբսոնի հետ կիսել է Icon Productions-ը, ոչ մեծ հոլիվուդյան ստուդիան։ Հետո ֆիլմը դարձավ համաշխարհային հիթ 610 միլիոն դոլար համաշխարհային հավաքով։ Երրորդ. Ջիմ Քավիզելը նկարահանման ժամանակ կայծակից հարված ստացավ։ Քանի որ Լեռան Գագաթին նկարահանված տեսարաններ կային, կայծակը խփել է հենց ուղիղ Հիսուսի դերակատարին։ Ջիմը պատմում է, որ նա պարզապես հասցրել է մտածել, որ մահացավ։ Բացի դա նաև ստացել է ուսի վնասվածք, հիպոթերմիա։ Խնդրում եմ հետևեք ալիքին։ Չորրորդ. Խաչը կրելիս նրա բերանից դուրս եկած արյունը massամբ իրական է։ Քեվիզելը պատմում է, որ խաչը գլխին ընկնելու ժամանակ նա կծել է այտը եւ լեզուն, եւ տեսարաններից մեկում երևացող արյունը նրա արյունն է, ոչ թե գրիմի արդյունք։ 5-րդ. Խարազանման տեսարանում դերասանին իրոք հարվածեցին։ Ֆիլմի ամենածանր տեսարաններից մեկում մտրակի հարվածը սխալ հաշվարկվեց եւ կտրեց դերասանի մաշկը։ Այդ պատճառով տեսարանի մի մասը դարձավ ավելի իրական, քան նախատեսված էր։ 6-րդ. Գիբսոնն ինքը եղել է կադրում, սակայն դրա մասին քչերը գիտեն։ Ֆիլմի ամենածանր պահերից մեկում, երբ Հիսուսի ձեռքերին մեղ են խփում, երևում է հենց Մել Գիբսոնի ձեռքը։ Դա ռեժիսորական շատ ուժեղ ժեստ էր, որ մենք բոլորս մասնակցում ենք այս պատմությանը։ 7-րդ. Ֆիլմի լեզուները մաքուր պատմական վերարտադրություններ չէին, այլ վերակառուցված եւ միտումնավոր անհարթ։ Սցենարը սկզբում գրվել էր անգլերեն, հետո թարգմանվել լատիներենի եւ վերակառուցված արամերենի։ Լեզվաբանական աշխատանքների մեջ երբեմն միտումնավոր սխալներ էին թողնվել, որպեսզի այն մարդիկ, ովքեր պետք է այդ լեզուն օտար խոսեին, ավելի բնական ստացվեր։ Այսինքն ֆիլմի լեզուն ոչ թե պարզապես հնագույն լեզու էր, այլ աուդիո դրամատուրգիա։ 8-րդ. Երուսաղեմը կառուցվեց Իտալիայում, ոչ թե Մերձավոր Արևելքում։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Հռոմում, սակայն որոշ տեսարաններ նկարահանվել են Մատերայում եւ Կրակոյում։ 9-րդ. Ջոն Դեբնի սաունդթրեքը այնքան լավ աշխատեց, որ նույնիսկ Օսկարի անվանակարգ ստացավ։ Ֆիլմի երաժշտական թեման գրել է Ջորջ Դեբնին եւ այն ստացել է Academy Award nomination։ Եվ 10-րդ. Հիսուսի կերպարի դիմահարդարումը տևում էր 7-ից 8 ժամ։ Քեվիզելի վրա դրվում էր ծանր պրոթեզ, կեղծ վերքեր եւ արյան էֆեկտներ, ինչի պատճառով նա ստիպված էր ամեն օր տրամադրել 7-ից 8 ժամ միայն դիմահարդարմանը։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից ենք խոսելու։